Շնորհակալություն։ Պարոն Այվազյան, դուք ճիշտ է ձեր խոսքում էլ ասացիք, որ այդ տարբեր ծախսեր կարող են տեղի ունենալ, բայց այս հանձնաժողովի զեկույցից իմանում ենք, որ օրինակ ինչ-որ նկարներ կան, տարբեր բույսեր կան, որոնք դրանց արժեքը սակագնի մեջ ներառված է։ Հիմա այստեղ խնդիրը այն չի, որ չի կարող որևէ ձեռնարկություն նկար առնել կամ բույս առնել, բայց կարող է ձեռնարկություն ուզում է, որ միջանցքում Վան Գոգի նկարը կախած լինի կամ Պիկասոյի նկարը կախած լինի, այդ չի նշանակում, որ սպառողը պիտի դրա համար վճարի, կամ ասենք ենթադրենք նույն դեկորատիվ այնպիսի բույսեր են ուզում գնեն, որոնց արժեքը հսկայական է։ Սա չի նշանակում, որ պետք է վճարի սպառողը դրա դիմաց։ Հաջորդ հարցը, դուք 2014 թվականի միջանկյալ զեկույցում նշել էիք, որ դեռ պետք է հիմնավորվի աշխատողների, Գազպրոմ Արմենիայի աշխատողների 1000 հոգով ավելացնելը և 109,000 դրամով միջին աշխատավարձի բարձրացումը։ Հիմա դուք ասում եք, որ ինչ է, իրանք աշխատավարձ ինչքան կուզեն կտան, բայց եթե ինչքան կուզեն կտան, այն ժամանակ ինչ էիք գրել, որ դեռ պետք է հիմնավորի, մի հատ էլ կասկած էիք արտահայտել։ Հիմա այս զեկույցում որևէ կերպ չեք հիմնավորել, որ այ դա այս պատճառով անհրաժեշտ էր, մյուս կողմից էլ բանավոր հարցերին ի պատասխան ասում եք, որ իրանց գործն է, ինչքան կուզեն աշխատավարձ կտան։ Եվ էլի մի հարց, զեկույցում բառացիորեն նշված է, որ իրանական գազի արդյունահանման ինքնարժեքը աշխարհում ամենանվազագույններից է, իրանական գազի գները 15-ից 17%-ով ցածր են, քան ռուսականը։ Սա էլի մեջբերում է ձեր հանձնաժողովի զեկույցից, բայց ինչի ենք մենք Ռուսաստանից գազ գնում, ինչի մեր ներքին սպառման համար չենք գնում գազ Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Եվ էլի ես ուղղակի ճշգրտման համար, ես համենայն դեպս այդպիսի տպավորություն ստացա զեկույցից, եթե սխալ տպավորություն եմ ստացել, ուղղեք ինձ։ Առաջինը, որ մենք չենք կարող երաշխավորել, որ հաշվիչները, գազային հաշվիչները ճիշտ են հաշվարկում մարդկանց մատակարարվող գազի ծավալները, ես այստեղ այդպիսի պնդում չտեսա, չնայած որ հանձնաժողովի ստեղծման մասին որոշման մեջ հստակ գրած էր, որ դուք պետք է սպառողների իրավունքների շահերի պաշտպանության վիճակին հաստատեք։ Եվ այդ դուք էլ մասամբ առնվազն ընդունեցիք, որ մենք չգիտենք մեր տներում քանի կալորիայի գազ է հասնում։ Ճիշտ է, դուք ասացիք նվազագույն շեմից վերև պետք է առնի, բայց այս նույն թղթում նաև գրված է, որ նվազագույն շեմից նաև կարող է ցածր լինել եւ մենք վերահսկման մեխանիզմ չունենք։ Շնորհակալություն։ Ուրեմն այդ նկարները, բույսերը կամ որևէ բաներ, ես նորից ասեցի, երևի ինձ թվում է կարող է պատկերել, դրանք ներառված չեն իրանք որպես էական սակագնի մեջ, կարող եմ ես ձեզ ասեմ, չկան տեսնող, որտեղ մենք մանրամասը նայել ենք նույն Մարիոթ Արմենիայի հետ կապված խնդիրը, նայել ենք բոլոր մնացածները։ Ոչ էլ իր ակտիվների մեջ, եթե ես չեմ սխալվում, ոնց որ դա էլ չկա։ Չէ։ Չկա ընդհանրապես։ Ինքը որևէ մեկ ծախս, որը չկա, եթե նայել ենք մենք, նայել ենք դրա մանրամասը, այդ մասը ընդհանրապես դրա հետ կապված, որ ասեմ ես ձեզ հետ կապված։ Աշխատող, դե հիմա ասում եք, կասեք, դրա հետ է կապված, մենք էլի կարանք նայենք, կարանք մի հատ էլ դուք առանձին նայեք դրա հետ կապված։ Աշխատողների թվաքանակ եւ աշխատավարձ։ Աշխատողների թվաքանակի հիմնական բարձրացման հիմնական խնդիրը Աշխատողների թվաքանակի հիմնական բարձրացման խնդիրը գազամատակարարման սուբյեկտների կամ սպառողների թվաքանակի ավելացման զուգընթաց է գնացել։ Աշխատողների թվաքանակի ավելացումը գնացել է հատկապես, որովհետև նոր գազամատակարարման հետ համակարգի հետ կապված նոր աշխատողների, աշխատավարձի հետ կապված կարգավորման, նորից եմ կրկնում ձեզ, որևէ մեկ լծակ չունենք մենք։ Կարող եք ինձ ասել ով է։ Այսինքն ինչով է հաստատում։ Համաձայն եմ ձեզ հետ, բայց չկա այդպես մի բանաձև, չկա այդպես մի հատ սահմանափակում, չկա որևէ մեկ բան, որ ասենք գրենք, որ մինիմալ աշխատավարձի եռապատիկը կամ Հայաստանի Հանրապետության շատ կներեք միջին աշխատավարձի կրկնապատիկը 225,000 դրամ է։
Հիմա դա 27000, դա հիմա թե շատ է, թե քիչ է, գնահատականը դուք տվեք։ Ես ասում եմ, ես էլ դրա համար ասում եմ, սա պետք է մենք դնենք եւ օրենքով է, էներգետիկայի մասին օրենքով է, թե չգիտեմ ինչով է, հանձնաժողովին նմանատիպ իրավասություն տանք, որ այսինքն մենք ասում ենք պլանկա սահմանենք։ Օրենքով մենք կարող ենք հանձնաժողովին իրավասություն տալ, որ ինքը հստակ սահմանի, որ մենաշնորային, բնական մենաշնորային ոլորտներում շատ կներեք, աշխատավարձը չի կարող լինել, այսինքն ենթադրենք միջին գործող աշխատավարձի 1.5 անգամից ավել։ Պարոն Բակրատյան, կարիք լինել չլինելու համար չեմ ասում ես։ Ես ասում եմ իրական իրավիճակը, որ մենք Հայաստանում ենք աշխարհի մի քանի երկրների հետ կապված։ Սա աշխատողն է, իրանական գազի հետ կապված։ Այվազյան, պարոն Բագրատյան, պարոն Փաշինյանի հարցին է պատասխանում։ Պատասխանի ավարտի։ Համեցեք, պարոն Այվազյան։ Իրանական գազի հետ կապված։ Նախ այդ ասում եք վերջին ժամանակահատվածում իրանական գազին թույլ են տվել եւ այլն։ Ես ճիշտն ասած չեմ տեսել, կարող է շատ բան ունենան մարդիկ։ Կարող ասենք ամենաշատ Իրաքում ամենաէժան բանն էլ արդյունահանման տեսակետից Իրաքում մեկ էլ ասում է Քուվեյթում են նավթ արտահանում, արդյունահանում իրականացնում։ Դա չի նշանակում նավթի գինը իրանք շատ ամենաէժանն են վաճառում։ Ես գիտեմ, որ որևէ մեկ անգամ իմ ունեցած տեղեկատվությամբ, համենայն դեպս իմ ունեցած, կարող է ձեր տեղեկատվությունը այլ աղբյուրներից կարող է ավելի բարձր բան լինի, որ Իրանը որևէ մեկ անգամ $189 ավելի, հələ թողնենք մյուս կողմը, նորից եմ կրկնում, անվտանգության, ռազմավարական գործընկերության եւ այլ խնդիրները, որևէ մեկ անգամ Հայաստանի Հանրապետությանը չի առաջարկել այդ գնից ներքև գին։ $189 ներքև գին որևէ մեկ անգամ Հայաստանի Հանրապետությունը չի արել։ Նախկինում էլ այդ իրանական գազը ինչ-որ մենք արել ենք, դա զուտ երկուստեք պայմանավորվածության հիման վրա է, որպես Հայաստանի Հանրապետության այս տեղը, կողքի մեր երկու ճակերտավոր այսպես հարևանների մկրտումները հաշվի առնելով, որպես գազամատակարարման այս կոնցեպտուալ, այսինքն 400 միլիոնը, որ մենք ստանում ենք Իրանից, այնտեղ ավելի մեծ ծավալ կարող ենք ստանալ։ Թույլատրված է եղել, որպեսզի մենք կատարենք բարտեր, փոխանակում։ Այսինքն, եթե այսօրվա դրությամբ Իրանը կարող է վաղը հայտարարի, որ ինքը կարող է տալ այս ձևի գնով, դա արդեն լրիվ այլ խնդիր է։ Ես չգիտեմ, ասում են իրանական, Ռուսաստանն էլ բացի ԵՏՄ անդամ երկրներին, մնացած ում վրա գազ, որ վաճառում է, օգտագործում է արտահանման մաքսատուրք։ Այսինքն այնտեղ ճշգրտող ինքը, այսինքն նորից մաքսատուրք է վայրցնում իրենցից արտահանմանակով։ Տեսեք, ինքը այս վերջերս որպես քաղաքական ակցիա Ուկրաինային տվեց $250։ Ուրիշ խնդիր է ներսում։ Այսինքն կներեք, $3 շշկրվա, 247։ Այսը շատ կարևոր հանգամանք էր։ Ուրիշ բան է, որ ներսի իր համակարգի հետ կապված, այստեղ խնդիր կա ծախսերի հետ կապված։ Հաջորդ հարցը, որ դուք ասեցիք, վերջի հարցը, պարոն Փաշինյան, կներեք։ Ասեք։ Հա, կալորիականությունը, ճիշտ եք ասում։ Կալորիականության համար ես ձեր հետ ասենց, ինքը ասում է գազը, ճիշտ է, հիմա չի հաշվարկում, բայց վաղը հաշվարկվելու է։ Ձեր հարցադրումը ճիշտ է։ Դրա համար հանձնաժողովն ասում է համակարգ եկեք ստեղծենք։ 2016-ից իրավաբանական 10,000-ից բարձր վրա հաշվարկվելու է։ Հիմա հաշվարկում են, այսինքն նայրիտը մասամբ չի աշխատում, ասում եմ ձեզ, Հրազդանի գրեսն է, դա չափում է դա Արարատ ցեմենտը, չափում է Երևանի ջեկը, որտեղ Երևանի ջեկը, քանի որ ինքը ստանում է նաև իրանական գազ եւ շատ կարեւոր է, որպես ինքը էլեկտրոէներգիան ստանա, դա էապես ուղղակիորեն կախված է, որտեղ նույն իրանցիների հետ եթե ինքը այնտեղ գրած է 8200 կիլոկալորիությամբ, ռուսական գազի մասին, որ մենք խոսում ենք, ճիշտ է ինքը բարձր է գալիս 7900-ից ցած չի եկել գազը։ Քաղաքացու վրա, որոնք որ օգտագործում են մինչև 10000, չի հաշվարկում կալորիականությունը։ Այսինքն ինքը կլինի 7000, նայեք, կամ լսեք ինձ բարի եղեք, ես ձեզ ուշադիր լսում եմ։
Նա ինքը 7900 դա ամենաներքևի նորման է, որ ասում է սա արդեն գազի նորմա է։ Եթե ինքը եկել է 7900 կամ 8200 կամ 8300, ինքը ջերմունակության հաշվարկ չի կատարում։ Այսինքն ինքը վճարում է 1000 խորանարդ մետր ֆիզիկական ծավալի համար։ Իրավաբանական անձը 10000-ից ավել օգտագործողը, եթե ինքը ուրիշ ժամանակ ստանար 1000 խորանարդ մետր գազ, նորից եմ ասում քեզ, եթե 8200 լիներ, ինքը պետք է վճարեր 1000 խորանարդ մետրի համար, ինքը հաշվարկային, ասենք 1200 խորանարդ մետր։ 2016-ից մեր պայմանագրով դա սկսելու է գործել։ Հիմա ոչ մեկին չեն հաշվարկում։ Այսինքն ջերմունակությունը հաշվարկել մենք ասում ենք համակարգ ստեղծենք, բայց գոստով դա է հաստատված 7900։ Ինքը 7900-ից ցած չի բերում, որ ես իրան ասեմ ինչի ես դու ցած բերում։ Բերում է 8500, ինքը վերահաշվարկ կկատարի թե չի կատարի։ Այստեղ խնդիր կա, ես էլ եմ գտնում որ պետք է նայենք։ Հաշվիչների համար որ ասում ենք, հաշվիչները ստուգա չափում են։ Եվ ստուգա չափանալու ազգային մեր ինստիտուտը նաև կնիքում է։ Տալիս է ինք իրական ճիշտը ճիշտ չի։ Որպեսզի մենք համեմատենք նրանք էլ են խափում, նրանք էլ են խափում, պետք է նաև ուրիշ տեղեր, այսինքն պետական ստանդարտների չափաբանական ինստիտուտը, ազգային ինստիտուտը ինքը դա հաստատում է։ Դրա համար հիմա ես ասում եմ, ինչ ենք ասում, ասում ենք որպես ինքը նաև մասնակից չլինի, հանեք իրան որպես վերահսկող, մնացած ամբողջ մասը հասարակականացրեք։ Ով ուզում է թողան, ինչ ես 2-3 կազմակերպությունները անեն։ Ասում ենք ազատականացրեք էսի, ազգային ինստիտուտն է թող դառնա ինքը վերահսկող, որոնք որ լիցենզիա կտրամադրի կամ չի լիցենզիա տրամադրի։ Սա է հանձնաժողովի առաջարկությունը։ Չգիտեմ, էս կան է, Արոն Փաշինյան։ Նիկոլ Փաշինյան։ Պարոն Այվազյան, շատ բան կա արձագանքելու, բայց ես հիմա ցիտեմ ընդամենը ձեր հանձնաժողովի զեկույցից։ 2013 թվականի հունիսի 7-ից գործող սակագնի հայտում ներկայացված է, որ 2012 թվականին Հայրուսգազար ՓԲ-ի կողմից ձեռք են բերվել եւ ձևակերպվել են որպես հիմնական միջոցներ, որոնց մի մասն ամորտիզացիոն ծախսերի միջոցով ներառվում են բնական գազի սակագնի հաշվարկներում։ Դրանք են նկարներ փակագծերում տարբեր չափերի, թաղային եւ սենյակային բույսեր, բազմամյա տնկիներ, ինչպես նաեւ եւ այլն։ Հիմա ես հարց եմ տալիս, ասում եք չի ներառում։ Հիմա դստեղ գրել եք ներառում, պատասխանելից ասում եք չի ներառում։ Մի հարց էլ կորուստների մասով։ Դուք եք գրել, որ Վրաստանում կորուստները սահմանված են 0.8%։ Հեսա, ես ձեր ես չեմ հասկանում, չեք կարդացել զեկույցը հանձնաժողովի։ Զեկույցը, պարոն Նիկոլյան, ուրեմն ասեմ, նոր պարոն Փաշինյան, ոչ թե զեկույցը կարդացել ենք, զեկույցը մենք ենք կազմել։ Ու ոչ թե կարդացել ենք, մի 100 անգամ ենք անցել։ Վրաստանում այսօրվա դրությամբ, նորից եմ ասում, ուրեմն պետք է նայես փոխադրման համակարգում, դա կարող է տեղեկան կլինի։ Դե դա որ հասկացեք շատ ես ուրախ եմ։ Ես էլ ասում եմ ձեզ 5.37-ը իրան որ կարող է ինքը մայրագտար գազաբուղի վրա կարող է 0.8% լինի։ Հայաստանում ինչքան է փոխադրում 3.15։ Պարոն Բագրատյան։ Պարոն Բագրատյան։ Արգելի բարի։ Ես պարոն Նիկոլյան, մի վարքյան, հա։ Պարոն Փաշինյան։ Ես ես չեմ ասում նորմալ է, ես ես ասում եմ ինչի ներկայացրած է։ Նորմալն ու աննորմալ դուք եք որոշում։ Պարոն Այվազյան։ Ես ուրեմն առաջարկում եմ իմ գործընկերներին ու շատի լսենք հիմնական զեկուցողին, ելույթների ժամանակ ձեր մտահոգությունները կհնչեցնենք, պարոն Այվազյանը վերջում իր ամբողջ ելույթում կանադառնա։ Համեցեք, պարոն Այվազյան։ Պետքան լուրջ պրոբլեմ չկա, պարոն Փաշինյան, դուք էլ ես էլ ոնց որ ծանոթներ ունենք, չէ՞ Վրաստանում։ Ընդամենը պետք է վերցնել զանգել հանրային ծառայությունների հանձնաժողով, ասել ինչքան է գորուստը հաստատված։ Անարդ, հիմա ասում եմ, էսի կատուն, էսի միսը։ Հիմա նաղդը թողած ինչու՞ս ընկեն նիսը, թղթին ես հավատում, դե ինձ ես հավատում։ Թղթին ես հավատում, դե ինձ ես հավատում։ Ասում եմ ընդամենը պարոն Փաշինյան։ Դե որպեսզի ես երկար չբացատրեմ իմ 20 կամ կես ժամ, մի ժամանոց ժանով, մի տարվա աշխատանքը 16 հոգու 6000 ռեջի մեջ եղած պարունակությունը, որ նստած գիշեր ցերեկ այդ թուղթը գրել է փորձագետը եւ տվել է մեջն է դրել, որպես միջազգային փորձի ուսումնասիրության հետ կապված քննարկում։ 59-ն է։ Ես ասում եմ ընդհանուր կորուստը արդեն սպառողի վրա գալով որ սակագնի մեջ մտած է, այնտեղ տարբեր սակագներ կան։
Նորից էլ ասում եմ, մեր մոտ 547 է։ Շնորհակալություն, պարոն Այվազյան, նախ ես շատ եմ